իրավիճակը, վերականգնել Հայաստանի Հանրապետությունում այն արդարությունը, այն իրավիճակը, որտեղ իրավունքն է գերակայում։ ՍԴ դիմելու ես հուսով եմ, որ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները կօգտվեն այդ գործիքակազմի ու համոզմունք ունեն, որ անպայման սահմանադրական դատարանում կվիճարկեն այս բացահայտ հակասահմանադրական նախագիծը եւ բացի այդ, մենք մեր գործողություններով նաեւ ես լիահույս եմ ու համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ միջազգային գործընկերներից է կտրուկ արձագանք ենք ստանալու։ Այնուամենայնիվ Ժորժ ջան, ես կրկին ընդգծում եմ, քանի որ ինչքան էլ հակաիրավական է գործընթացը, մենք Ուժեղ Հայաստան կուսակցությունը մեզ կաշկանդում ենք օրենքով։ Ու եթե այս օրենքը իրենք ընդունում են, մենք այստեղ տեսեք, այստեղ մուրճն էլ մեղքն էլ իրենց ձեռքում է։ Մենք հնարավորություն չենք ունենալու, իրենց կերպ ու ցանկություն էլ չունենք իրենց կերպ խախտել օրենքները, քանի որ մենք համեմատաբար նոր քաղաքական ուժ ենք, բնականաբար մեր ճանաչելիությունը, ընդհանրապես ես կարծում եմ ընտրական գործընթացն ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև միջազգային պրակտիկայում նման աճը, նման ճանաչելիությունը, նման հանրային վստահությունը այն պարագայում, երբ քաղաքական ուժի առաջնորդը Խաղ Բանտարկյալը հիրավի աննախադեպ է։ Ես կարծում եմ նման երկրորդ օրինակ դժվար է գտնել, բայց բնականաբար, քանի որ հանրային ճանաչելիության խնդիր կա, փորձում են անընդհատ մեզ էլ չասեմ, ողջ լրակազմով, այս իշխանության ռեսուրսներով տարաբնույթ մանիպուլատիվ մեկնաբանություններ տալ, իրենց համար նպատակահարմար է Սամվել Կարապետյանի անունը քվեաթերթիկներից հեռացնել, բայց այնուամենայնիվ իրենք այստեղ կրկին հաշվարկների խնդիր ունեն, Ուժեղ Հայաստանը ինքնին բարձր ճանաչելիություն ունի եւ կրկին ասում եմ, մեզ հապճեպ ցայտնոտի գործողությունները հստակ պատճառ ունեն։ Պատճառը սոցհարցումներն են, որին թե մենք ենք իրականացնում եւ հետեւում, թե իրենք են իրականացնում եւ հետեւում, թե անաչառ կազմակերպություններն են իրականացնում։ Սամվել Կարապետյանը այս պահի դրությամբ առաջատար է, Սամվել Կարապետյանը հավանության է արժանանում հանրության կողմից, Սամվել Կարապետյանը սիրված առաջնորդ է մեր հանրության կողմից